Մաման այսօր այսպիսի սիրուն կակաչներ է ստացել, մեր նախկին հարևանուհին էր եկել, եղունգները սարքելու, հեսա կցույց տամ ինչ ստացվեց արդյունքում, ու այսինքն սիրուն կակաչներ է իրան բերել։ Մի քանի սիրուն նկարներ արեցինք մամային իր ծաղիկների հետ, դե ես էլ եմ իր ծաղիկը։ Սա էլ այսօրվա աշխատանքս։ Հիմա կտրատել եմ ամբողջ այստեղ ինչ համես պետք է ավոկադո, լոլիկ, սոխ ու կանաչեղեն, ինչ ունեք, կարևոր չի, կարևորը կանաչեղեն լինի։ Ես այսօր սև հացի վրա եմ պատրաստելու, բայց դուք ինչ հացի վրա էլ որ պատրաստեք, համը ընտիրա անխոս։ Ավոկադոն այսենց երկար կտրատում ենք երեխեք ջան, ոչ շատ հաստ, աղնել չմոռանանք, ուրեմն վերցնում ենք հացի կտոր, վրան շարում ենք ավոկադոն, չեմ ուզում մատներով կպտեմ, բայց չի լինում առանց մատ, այսպես շարում ենք ավոկադոն, վրան դնում ենք սոխը, մի փոքր աղ, վրան շարում ենք պամիդոր ու կանաչի։ Կարող եք ցանել նաև սեզամի սերմեր, ըստ ձեր ճաշակի, եթե չեք ուզում պարտադիր չի։ Կարող եք նույնիսկ այսպես տրորել, որ ավելի հեշտ լինի ուտելը։ Եթե ավոկադոն ձեր լավ հասած է, սենց էլ կարող եք անել։ Մեր նախաճաշը արդեն պատրաստ է, կարող եք նաև ավելացնել լիմոն, ես 3 հատին ընդամենը կավելացնեմ, որ երկու ձևով էլ փորձեն ու տեսնեն, թե իրանց ամենաշատը որն է դուր գալիս։ Դեգուստացիա համար 1 արդեն պատրաստ է, քանի որ առավոտյան հաճախորդ ունեի, նախաճաշը մի քիչ այսօր ուշ ենք անելու, մնացեք մեր հետ, որպեսզի տեսնեք, թե ինչ համեղություն եմ պատրաստելու։ Տենց շատ տաք չի եղանակը, բայց ջրոտ է, ուզում ենք դրսում նախաճաշ անենք։ Դեգուստացիա համար 1 գնաց։ Եվ անկեղծ կարծիք։ Շատ համով։ Անուշ։ Շատ համով է, շատ։ Մերոն գնացին, թորները զանգեցին, գնացին խոսալու, ես էլ այս պատմությունը պատմեմ ու ես էլ գնամ հաջորդ նախաճաշին անցնեմ, ժամանակը սղություն անում ժողովուրդ ջան։ Երբ որ նոր է եկել Բելգիա, այս ավոկադոն ես չէի փորձել։ 12-13 տարվա պատմություն եմ ասում։ Ամուսինս էլ տենց նոր բաներ փորձելու սովորություն չունի ընդհանրապես։ Խոսքով ավոկադո առանք, որ տանենք փորձենք, առնելս էլ որն էր, մի հատ չէ, 2 հատ չէ, մի անգամից 10 հատ առանք, թե ասա որ չէիք փորձել, ինչի համար եք 10 հատ առնում մի անգամից, մի խոսքով ինչևէ գնացինք, դե տենց կտրեցինք ու կերանք, առանց լիմոնի, առանց որևիցե մի բանի, այդպես փորձեցինք։ Դե անսովոր համա մեր համար, պարզավոր առաջին անգամից չէինք հավանելու, երկուսս էլ ընդհանրապես չհավանեցինք, դե հիմա 10 հատ ավոկադո եմ առել, ինչ պետք է անեմ։ Ավոկադոն էլ յուղայնություն ունի լավ, մտածեցի, չեմ հիշում, մտածեցի, թե ինտերնետով տեսա, հո չեմ թափելու, ինքը յուղայնություն ունի, լավ մասկա կլինի, ու այդ 10 ավոկադոն ժողովուրդ ջան գնաց իմ մազերին մասկա։ Այ, եթե ես այն ժամանակ իմանայի, որ այս սենց համով տարբերակներ կան, սենց կարելի է պատրաստել, բայց ես կտանեի այդ
գյոզալ ավոկադոները կքսեի ես մազերից։ Ես շատ մարդիկ գիտեմ, որ մինչև հիմա էլ ավոկադո չեն սիրում, իմ ծնողներն էլ չեն սիրում, բայց իրանք չեն էլ փորձում անգամ, որովհետև չեն հավանում, անհամ բան է իրանց համար թվում։ Բայց քանի որ ես աղջիկը լավ ստիպել գիտի ու վստահ է, որ դա շատ համով է, լավ ստիպեցի եւ համաձայնվեցին փորձել ու տեսակ երկուսն էլ շատ հավանեցին։ Ուղղակի պետքա ճիշտ պատրաստել ու այն մարդիկ, ովքեր որ չեն սիրում ավոկադո, այս տարբերակով ձև չկա, որ չհավանեն։ Ու ասեմ ավելին, ավոկադոին շատ ընտիր համա տալիս սոխը։ Ինչ բաղադրությամբ ուզում եք սարքեք, սոխը եղավ ավոկադոյի հետ շատ համով համաստացվում։ Երեխեք մի հատ էլ բաղադրատոմս եմ էլի ասում ավոկադոյով ու արագ թռնեմ իմ նախաճաշի պատրաստմանը։ Ուրեմն այս նույն պարագաներով, առանց հաց, առանց որևիցե մի բանի, բոլորը իրար եք խառնում, բացառությամբ միայն ավելացնում եք ձիթայուղ ու վերջ։ Մի հատ չտեսնված աղցան է ստացվում, փորձեք կհամոզվեք, սենց արագ ոտքի վրա եմ ասում, բայց մի ուրիշ անգամ իրար հետ անպայման խոստանում եմ, որ կպատրաստենք, կարող եք նաև ավելացնել վարունգ, եթե ցանկանում եք, բայց առանց վարունգի էլ էլի ինքը իրանով ընտիրա ստացվում, փորձեք, կհամոզվեք, կտենանք, որ շատ համով է։ Դե լավ, ես թռա, կհանդիպենք մի քիչ հետո շատ համեղ նախաճաշի շուրջ։ Նորություն կլինի ձեզ համար։ Ուրեմն ինչա մեզ պետք։ Բրոկոլի մի հատ, խմոր, շերտավոր, ցանկացած տիպի ու 5 ձու եւ սերուցք։ Հիմա կբերեմ, մոռացել եմ սերուցքը։ Սկսում ենք մշակել բրոկոլիից։ Ես ոչը չեմ գցում բրոկոլի, շատ համեղ է ստացվում։ Կեղևա զրկում եմ ու էլի մանր կտրատում եմ։ Գիտեմ, որ շատ մարդիկ կան, որ այս պոչի հատվածը գցում են, բայց մի գցեք, շատ համեղ է։ Հիմա սա մանր կկտրատեմ։ Բրոկոլին էլ կտրատում ենք ոչ մեծ, այսպիսի կտորներով։ Հիմա տեղափոխում ենք կացայի մեջ։ Մերոնք ես բրոկոլին էլ չեն սիրում, այսօր որոշել եմ իրանց չսիրած ուտելիքները դարձնեմ սիրելի ուտելիքներ։ Մի հատ տարածքը մաքրենք, չեմ սիրում փնթի տարածքում գործանել։ Այսպես, հիմա ստեղ ավելացնում ենք մի փոքր ջուր։ Ուղղակի մի թեթև շոքեխաշելու ենք ու հանենք, դրա համար պետք չի, որ ինքը ծածկվի ամբողջությամբ։ Այստեղ ավելացնում ենք նաև մի փոքր աղ ու գնում ենք շոքեխաշվելու։ Մինչև բրոկոլին կշոքեխաշվի, երեխեք հենց նոր ամուսնյակս առևտուր ա արել ու լիֆտով ուղարկեց վերև, եկեք միասին բացենք, համ տեսնենք ինչա գնել, համ էլ միանգամից տեղավորեմ, որ դրսում շատ չմնա, թե չէ մինչև պատրաստեմ այդ ամեն ինչը հետո տեղավորեմ, շատ ուշ կլինի։ Ուրեմն այստեղ կանաչեղեն, թարխուն, կոտեմ, կարելի է միանգամից մաքրել ու դնել սառնարան, ձույա բերել, այդ չենք բացում դել, այստեղ մստեղեն ա բերել, մեկ էլ աղացած միս, այստեղ էլ քաղցրեղեն, թվիքսներ, մասնիկեր, երեխեք ես չիպսերից ովքեր են փորձել, ահա որ կծու, մի տեսնեմ բոլորը կծույա բերել, ինքան էլ շատ ա բերել, ահա որ կծույա ու երեխեքն էլ ասենց կծու ուտում են, լավ չի այսքան շատ, որ անընդհատ կծու ուտեն, բայց շատ են սիրում, կա միջին չափսի կծվության, սա ամենաուժեղն ա բերել, որովհետև երեխեքս այս ամենաուժեղն են հավանել, կիսակծուն այդքան էլ անտանելի չի, բայց սա շատ ուժեղ կծու է։ Այս կոնֆետներից ա բերել, սրանք էլ են համով կոնֆետներ են։ Մաստակներ, այս իրացիրած կոնֆետներն են չամիչով, դրանցից ա բերել,
Երեխեք, այս ոնց որ ակցիոնից հա գնել, չգիտեմ թե Aldi-ից, չեմ իմանում, բայց Aldi-ն ստանում է սրանցից ուղղակի տարվա մեջ մի անգամ է ստանում ու ինքը որ գիտի որ մի անգամ է ստանում տարվա մեջ, որ գնում է այդ պահին դարակի վրա ինչքան լինում է, ասես լցնում է իր տոպրակի մեջ ու գալիս է, այդքան շատ է սիրում, բայց սա ոնց որ ակցիոնինն է, ոչ թե Aldi-ին է, այստեղ երեխեքի համար այս ծիպեքսներից հա բերել, երեխեք այնքան շատ են օգտագործում այս ծիպեքսները ջնջելու, դրա համար մի անգամից այսքան բերելա, որ էլ չուզեն իրանից։ Մինչ բրոկոլին մի փոքր կսառի, արագ կոտրում ենք ձվերը։ Մի փոքր աղ և սև պղպեղ, շատ չէ։ Հարում ենք ու ավելացնում ենք սերուցք 200 մլ։ Վերցնում եք ձեզ հարմար տարա, ես օվալաձևի մեջ էի առաջ պատրաստում, այս անգամ ուզում եմ սրա մեջ փորձեմ, տեսնեմ ոնց կլինի։ Այսենց փռում եք, խմորը շատ շուտ չհանեք, որ շատ չհալվի։ Հիմա մի փոքր երկար տվեց, մի քիչ շատ հալվեց, բայց ոչինչ։ Աշխատում եք ասենց փակել։ Բրոկոլին թողնում եք լավ սառի, երեսը լավ սառելա, տակի հատվածն է, մի քիչ տաքոտ մնացել, այլ ժամանակ չունեմ սպասեմ։ Պետքա ուրեմն արագ անեմ, որ խմորը չվնասի։ Ջեռոցը տաքացնում եք 180 աստիճանի, դա անում եք նախապես, որպեսզի հետո սերուսքը վրան լցնելուց հետո խմորը չհասցնի թրջի։ Մի փոքր էլի սև բիբար ենք ցանում, շատ քիչ երեխեք։ Վրան լցնում ենք այս մեր պատրաստած թանձրուկը, ասենց լավ որ ծածկի, հետո այսինք եզրերը բերում եք իրա վրա, ինչքան որ կգա, պարտադիր չի ծածկի ամբողջը։ Այսպես 180 աստիճանի տակ դնում ենք ջեռոց, ժամանակ չեմ ասում, երբ որ խմորը և ձուն պատրաստ կլինեն, այն ժամանակ արդեն կարող եք հանել։ Երեկոյան ընթրիքի համար միս ենք ջեռոց դնելու, պապան ստեղ պաստուրմայա դնում տեղը տեղին, մայրիկս ստեղ կարտոֆիլն է մաքրում, ես էլ չէ, բայց կծու էլ կարամ տամ։ Ես էլ արդեն նախաճաշը դրեցի ջեռոց, այս գործողությունները անենք, որ ամեն ինչ արդեն նախորդ պատրաստ լինի։ Կարտոֆիլն էլ համեմել եմ, տարբեր տեսակի համեմունքներ եմ լցրել, բայց ձեթ չլցրեցի, որովհետև խոզի միսը շատ յուղոտ է, իր յուղի մեջ շատ համով արդեն կտապակվի։ Հանրապես, եթե ինքը իրանով եմ դնում կարտոֆիլը, անպայման ձեթ հանում եմ։ Մի գեղեցկություն, մի համեղություն, տեսեք ինչ սիրուն ստացվեց, հեսա կտրենք ու անուշ անենք։ Սառը վիճակում էլ էլի ինքը շատ համեղ է, բայց եթե սիրում եք տաք, մի քանի րոպե ընդամենը սպասում ենք ջեռոցից հանելուց հետո ու կտրում ենք։ Տեսեք ինչ տեսք ունի։ Շատ է խորժելի։ Հիմա տանենք փորձենք։ Տեսնեմ հավանում են մերոնք, թե չի։ Տացիա համար 2, Սաթենիկ ջան, փորձում ես, կարծիքդ ասում ես։ Անկեղծ, ստեր չենք փչում։ Անկեղծ ասում ենք, համով էր, համով չէ։ Որ մեր հետևորդներն իմանան, սարքեն թե չսարքեն։ Ասում է համետեղ ասում։ Սպասում եմ։ Որ աղը տաս։ Աղ, լավ, պակաս է պաստորեն աղը։ Հե? Թող հետևորդներդ իմանան, որ աղը քիչ է։ Դա գաղտնիքները բացահայտում ես։ Լավ լցրել եմ, բայց էլի անալի է ստացվել։ Ասա Սաթենիկ։
Շատ համեղ է, մի քիչ աղներ պակաս։ Դե այդ հետ ավելացրեցինք, բայց համը տեղն ընկավ։ դե ասա իմ հետևորդներն, որ դու բրոկոլի չես սիրում։ Ես բրոկոլի չեմ սիրում։ Հիմա բդոյանս ասում։ Լավն է։ Բայց փեսետ ասելա, աներոջս շատ չուտասնեք, չխմասնեք, տեղա հրավիրված։ Էլի։ Այնց որ դեգուստացիա ես անում, այսօր քո ուտելը վրծավ։ Սոված մնաց։ Գնացիր ուտել խմի, այս այնքան կուտես կխմես ընդեղ։ Հիմա ինչքան էլ ասեմ, համով ա եղել, մեկա չեք պատկերացնելու, մինչև չսարքեք։ Խորհուրդ եմ տալիս, գնաք շուտ ապույտ կերպով սարքեք ու այս համեղությունից դուք էլ փորձեք։ Բայց կգրեք կոմենտներում, հա։ Ես պետքա իմանամ, համովա ստացվել թե չէ, գոհեք ինձանից թե դժգոհ։ Մի հատ էլ որ համեղ սուրճ խմենք, այսօրվա նախաճաշը կարող ենք համարել ավարտված։ Ժակլին, նոր եկան դասից։ Խաղ են խաղում, ձվիկները թաքցնում են, ամբողջ դասարանով գտնում են։ Մեր փեսեն ա եկել, ջղայն հայացքով։ Համովա։ Այսօր Շաղլոտիս քննությունն է, տատիկ պապիկի հետ առաջի անգամ գնում են հաշվետու համերգա, շատ ուրախ եմ, որ այդ օրը համընկել է այս օրվա հետ, որ իրանք էլ կարան գոնե մի անգամ ներկա լինեն ու տեսնեն, թե իրանց թորնիկը ոնց է նվագում։ Առաջին անգամա, որ իրանց թորնիկի ջութակ նվագելը կենթանի կատարում կլսեն, սենց ասած։ Մենք էլ ենք ուրախ, որ առաջին անգամ, բայց չլնի վերջինում ներկա լինի իմ աղջիկը համերգին։ Միշտ չի, որ իրանց կհաջողվի ներկա գտնվել, ուրախ եմ, որ այս անգամ համընկավ։ Պապիկ, այստեղ էլի հա, անցյալ տարվա պես էլի սենց պատ են սարքել համերգի մասնակիցների նկարներով ու ով ում ինչ բարեմաղթանք ունի գրել են։ Հավես է ստացվել։ Այս մեր աղջիկը փորձի ժամանակ է, այս ամուղջը փորձի ժամանակ են նկարել։ Սովորաբար հաշվետու համերգները լինում են ուսումնական տարվա վերջում, բայց այս անգամ տնօրենը որոշել էր, որ պետքա լինի ապրիլ ամսին երեխեքին չծանրաբեռնելու համար ու այդքանով մերոնց բախտը բերեց կարողացան ներկա գտնվել։ Տատի պապիկ, դե հիմա ասեք ձեր։ Շատ տպավորված ենք, շնորհավորում եմ Շարլոտից, ամենագեղեցիկ նվագեց։ Ես հիշում եմ կամ լավ նվագել։ Ոնց որ մադամն ասեց սուպեր։ Ամենալավը ինքը նվագեց, առանց նոտաների, առանց բոլորը նոտաներով ինքը անգիրա նվագել ու ընտիր։ Ապրես, բրավո։ Համովը սպաչեմ։ Դե գնացինք։ Պաչիկի կռիվա։ Ուզում եմ պաչի սա օրը Ժակլինի, էն էլ չի թողում։ Նանելու բանը։ Լացածնելով պաչում է, հա։ Ապեր,
Մի հատ ջութակդ նվագի լսենք։ Որը կարաս, որը կուզես։ Բացանին է։ Կարում ես։ Հա։ Դե սպասի մի հատ գլխարկ ճարեմ նվագել, մի քիչ էլ փող կաշխա։ Մազերս երկարի։ Հա։ Այդքան չենք կարա սպասենք մինչև մազեր երկարի։